Բարև ձեզ սիրելի բարեկամներ, բարև ձեզ իմ հիանալի հզոր հայ ազգ, ես Արթուր Ֆարմանյանն եմ, Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության ղեկավարը։ Սիրելի բարեկամներ, այսօր չէի պլանավորել այս եթերը, բայց Նիկոլ Փաշինյանը գիշերով արեց սյուրպրիզ, քիչ հետո խոսենք այդ մասին, որ այսօր մտածեցի, որ պետք է արձագանքեմ Նիկոլ Փաշինյանին։ Իսկ մինչև սկսել խոսալը բուն թեմայից, ուզում եմ ասեմ, որ երեք երեկոյան նաև խոսած Վահագն Ալեքսանյանը, Ալեն Սիմոնյանը, իդեպ ասեմ լավ բան ասեցին, որ ընտրակաշառքի համար նրանք որոշում են կայացրել, որ ովքեր տալիս էին ընտրակաշառք ստանում են 10 տարի, առաջ 8 տարի, ովքեր չգիտեն, իսկ ով վերցնում է 7 տարի, հիմա լինում է 9 տարի։ Ասեմ հիանալի որոշում, անգամ կարող եմ ասել, որ քիչ է, Ալեն Սիմոնյան, կարող եք ավելացնել, բայց մի հարց, Ալեն Սիմոնյան, դա վերաբերում է բոլորի, թե միայն ընդդիմությանը։ Եթե դա բոլորին է վերաբերում, դա օրենք է, օրենքի դեմ բոլորն են հավասար, որքանով ես գիտեմ, ձեր պատկերացումով չգիտեմ։ Ուրեմն ես ունեմ հայտարարություն, Ալեն Սիմոնյան, ասեմ ինչ հայտարարություն։ Ավտոբուսի մեջ մի կին մոտիկանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ ասում է՝ մի հատ խնդրանք ունեմ, մի հատ գործի կարող եք դասավորել տղայիս, դադվածը չեն վերցնում աշխատանքի։ Ասում է Նիկոլ Փաշինյանը, շատ է դատվի, ասում է չէ, մի անգամ ու ձեր հետ է նստել, ասում է որտե ենք նստել իրար հետ, ասում է Կոշի գաղութում։ Հեսա կտեղադրեմ, կտեսնեք այդ տեսահոլովակը։ Ինք ուղղակի երկար խոսակցությունա, դրա համար շատ չեմ տեղադրում, մի մասը կտեղադրեմ, դուք փառք Աստծո կարող եք գտնել Ալեն Սիմոնյան եւ չասեք դա լկտի սուտ է։ Նիկոլ Փաշինյանը ասում է հիմա չեմ կարա օգնեմ, բայց ընտրություններից հետո արի մի բան կանենք։ Այսինքն ուզում եմ հասկանամ, ես որպես իրավաբան, ես հասկանում եմ մի բան, Ալեն Սիմոնյան, որ դա նույնապես ընտրակաշառք է, իսկ դրա համար դա չի հասնում, Ալեն Սիմոնյան, մեկ խորհրդակցեք ձեր իրավաբանների հետ, եթե դա ընտրակաշառք է, խոստումը, ապա խնդրում եմ ձեզ, դուք եք երկրի ղեկավարը, քանի որ ազգային ժողովի նախագահան, մեծարգո նախագահան, կներեք Ալեն Սիմոնյան, դուք տենց եք սիրում, նա է երկրի ղեկավարը, հրահանգ տվեք մի հատ ԱԱԾ-ին, քննչական կոմիտեին եւ դատախազությանը, անհապաղ կալանավորեն Նիկոլ Փաշինյանին, եւ ձեր քանդիր պետության ցուցակից նրան հեռացրեք, քանի որ օրենքի դեմ բոլորն են հավասար, Ալեն Սիմոնյան։ Ժողովուրդ ջան, տեսնենք ինչ կանեն։ Իրենց կարելի է ընտրակաշառք տալ, մնացածին չի կարելի, չնայած բոլորն են գլուխները պատով տվել, չի կարա ոչ մեկ կարողանա փողով առնի անգամ կարծիքը հայ ազգիս։ Գլուխները բոլորը պատով են տվել, ում մտքով տես բան ասում, են հայոյանք չանեմ, իրանք հասկացան։ Սիրելի բարեկամներ, բայց ամենից շատ գիտեք ինչն էր, ինձ սաղ գիշերը մտածում էի, էլի ասում էի, խոսամ դրա մասին, չխոսամ, հիմա խոսամ, ասեն տես Քոչարյանին է պաշտպանում, բայց ես դուք գիտեք, ձեզ հետ անկեղծ եմ։ Ես անկեղծ եմ, ինչի համար եմ շատ տենց անկեղծ, առաջինը ես կոմունիստ եմ, ես սիրում եմ արդարություն։ Հիմա տեսնենք ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը, խնդրեմ այս տեսահոլովակը։ Համեցեք։ Չէ, ասեք։ Կներեք։ Ասեք։ Քանի դատվածություն ունի։ Ինձ հետ ա եղել, որտե՞ղ։ Կոշում։ Ուրեմն Ռոբերտ Քոչարյանը ասել է, թե ՔՊ-ում համբալ բառը ընդունված է։ Ճիշտ է ասել, որովհետև մենք իր մասին խոսալիս հենց այդ բառն էլ օգտագործում ենք, համբալ։ Այս տրենդը Հայաստանում տարածված է ու շարունակում է տարածվել, որովհետև Հայաստանում թե Ռոբերտ անունը առանձին վերցրած, թե Քոչարյան ազգանունը առանձին վերցրած, շատ հարգված են, բայց երբ դրանք կպնում են իրար, միանում են իրար, բառադարձվում են ու դառնում են համբալ, հասկացար, այ համբալ,
2021 թվին ժողովուրդը քեզ կզցրել է ու չկասկածես, որ 2026 թվի հունիսի 7-ին ժողովուրդը նորից քեզ կզցնելու է։ Ու դու կզած վիճակում, հենց կզած վիճակից, տանկերի ու զորքերի ու վահանների հետևից կրակել ես ժողովրդի վրա։ Ու ժողովուրդը նաև սրա համար է քեզ կզցնելու ու երկար ժամանակով ուղարկելու է քրեակատարողական հիմնարկ։ Եվ հետո այ համբալ, որ ասում ես 5000 զոհ, հիմնավորի քո ասած 5000 զոհը, հիմնավորի, որ 5000 զոհ է եղել։ Եթե չհիմնավորեցիր, ժողովուրդը մի անգամ էլ լրացուցիչ քեզ դրա համար է կզցնելու, չկասկածես, ու այդ բառերի տակից դուրս չես գալու, եթե չհիմնավորես, իսկ հիմնավորել չես կարա, ես եմ քեզ ասում։ Նիկոլ Փաշինյան, ուրեմն դուք, ես կուլտուրական եմ խոսում Նիկոլ Փաշինյան, դուք ասում եք համբալ, երկրորդ նախագահին, դուք ասում եք կզսնեմ, կամ ժողովուրդը կզսնի, այսինքն դուք օգտագործում եք նենորմատիվնի լեքսիկոն, որը որ օգտագործվում է ոչ թե անգամ փողոցում, օգտագործում է կալանավայրերում։ Այդ տիկինը, որ ասում էր դիրա տղայի հետ նստել եք կոշում, վեր հիշեցիր անցյալդ Նիկոլ, նոստալգիա ես ապրում։ Ուղղակի ես չեմ եղել, դեռ չեմ եղել կալանավայրերում, ես ընդեղ ուղարկել եմ քո նմաններին Նիկոլ Փաշինյան, ուղարկել եմ, շատ եմ ուղարկել քո նմաններին, այնց հաճույքով էի ուղարկում, պաշկա Նիկոլ, շուտով ես շուտով կվերհիշեմ ոնց եմ ես դա արել։ Ուրեմն դու օգտագործելով այդ ժարգոնը, դու վիրավորում ես ամբողջ ազգի, բայց ինձ ուրիշ բան է հետաքրքրում Նիկոլ Փաշինյան, միգուցե դուք վարչապետ եք, ավելի լավ իմանաք, ինչպես կարող է կզածը կզացնի չկզածին, տեսեք ինչ մի հատ բարդ նախադասություն ասեցի, բայց դանդաղ կրկնեմ, ինչպես կարող է կզածը կզացնի չկզողին։ Ես քիչ հետո կապացուցեմ եւ աբասնավատ կանեմ, բրատ, ինչ էի ուզում ասեի։ Հիմա տեսեք, սիրելի բարեկամներ, Նիկոլ Փաշինյանին միայն մի բան էր պակասում, երեկվա այդ իր խոսակցությունը որ ինքը անում էր, բայց ես որոշել եմ, ես անպայման կնվիրեմ Նիկոլ Փաշինյան ատրիբուտաներից թզբեխը պակասում էր, նվեր կուղարկեմ։ Չնայած որ եթե գաղութ դու ինքդ է կարա սարքես, հիմա ահագին հեշտ է սարքել է։ Ուրեմն տեսնենք մի տեսահոլովակ քիչ հետո կտեղադրեմ եւս մի տեսահոլովակ արդեն Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Ուղղակի հիմա հարց եմ ուզում տամ, Նիկոլ Փաշինյան, հարց երկրորդ։ Առաջինը ասեցի, ինչպես կարա կզածը կզացնի չկզողին։ Եվ երկրորդ հարցը, եթե ձեր ասած այդ տանկերը եղել են, ձեր ասած այդ կրակոցներն եղել են, տո ես շատ գիտեմ ինչ է եղել են, ինչու քո ասած բառերով ասեմ, մինչև այսօր չես կզացրել, ինչու չես կզցրել մինչև այսօր, հենց ընտրություններին էիր սպասում Նիկոլ Փաշինյան, բայց ես քո տեղը պատասխանեմ, դու ոչ մի բան չես կարանես, քանի որ դու ոչ մի բան ես Նիկոլ, դու ոչ մի բան ես, իսկ հիմնավորեմ իմ ասածը, աբասնավատանեմ Նիկոլ, աբասնավատանեմ, ժողովուրդ ջան, հիմա ուզում եմ մի տեսահոլովակ տեղադրեմ, որտեղ որ մենք բոլորս կվերհիշենք, եւ Նիկոլ Փաշինյան դու կվերհիշես, դե ինչու եմ ես ասում, որ կզող չի, կզսնող է մեր թշնամիներին, խնդրեմ այս տեսահոլովակը ժողովուրդ ջան։
Здравствуйте. Здравствуйте. Здравствуйте, Георгий. Извиняюсь за некоторую задержку. Сказал, что народ, да? Я же здесь 3 года не был. Каждое село выходит огромное количество людей, да еще баранов режут. Я уже последний сказал, скоро самый высокий. Я надеюсь, что охрана баранов хоть одного провезла сюда. Сколько хотите народа, потом мы здесь будем сидеть. Да. Я приветствую прибывших из Армении, прежде всего президента Роберта Кочаряна и его делегацию здесь, на азербайджанской земле. Это так, да? Да. Это все же от границы. Это мой первый визит, да? Это на азербайджанской визит в земле. Азербайджан. И приветствую представителей прессы, прибывших из Армении. Da, sumka biz lazım olsa verip sumka lazım olacaktı. Lazım olsa da biz buradayız. Tamam. Все входит. Все пошли. Valla artık adamları çıkardım. Ama Здесь с нетерпением ждут, что мы скажем, что все, проблема решена там, и так далее. Нет, нужны встречи. Мы обсудили весь комплекс вопросов. Я должен сказать, что не просто продвигаться к урегулированию. Сейчас масса проблем накопилась. Я должен сказать, что сегодняшняя встреча, она несколько подытоживала то, что сделано до сих пор. К сожалению, опять вынужден сказать, что мы о деталях говорить сейчас не можем. Но я думаю, что все-таки в ближайшее время очень более подробную информацию вы получите. Ну, еще одно обстоятельство, я думаю, очень важно, что мы для того, чтобы встретиться друг с другом, не уезжаем в Женеву там или еще куда-то, а встречаемся на границе, которая, как мне Гейдар Алиевич рассказывал, она была когда-то местом встречи руководителей 2 республик, здесь даже митинги Митинги дружбы армянского, азербайджанского народа вот на этом месте устраивали. Одним разом договориться невозможно. Но однако я считаю, что наши встречи последние, непосредственные, президента Армении, президента Азербайджана, они оказались полезными. Может быть, даже в начале, когда мы вступили в этот диалог, трудно было представить, что мы можем так полезно сотрудничать для решения вопроса. Мы рассмотрели многое, но для того, чтобы выйти на решение, нужно еще время, нужны еще встречи, нужны еще переговоры. И, конечно, нужны взаимные компромиссы. Без взаимных компромиссов вряд ли этот вопрос можно решить. И Роберт Сетракович и я думаем, какие компромиссы кто может сделать. Так что наши встречи еще будут продолжаться. И больше этого сегодня вряд ли, я согласен, мы можем сказать. Благодарю там за гостеприимство. Я не знаю, барана нам дали или нет? Баранов много, потому что пока я ехал сюда на дороге, очень много баранов зарезали. Но я думаю, мы барана здесь, прямо здесь могут зарезать
и шашлык нам подать, когда мы придем раз. окончательной В договоренности. следующий раз, да, и Да. завтрак можно, или обед, или Да, ужин. это можно договориться. сделать. Место мне понравилось, Да. нормально. Да, хорошее место. Спасибо тем, кто это организовал здесь. Ладно, Условия спасибо. хорошие. До свидания. До свидания. Ты туда тоже? Bravo. Tabii. Я уже Şey подумал. yapacaksak kapatalım. Տեսար Նիկոլ Փաշինյան, մատաղ են անում ոտերի տակ, աղաչում են, պաղատում են, այն բեղերով տառականի հերն ու ինքը, այդ էշը, սաղ իրանց այդ մի խուրձ ոչխարներով։ Բայց հիմա ուզում ես տեսնես դու ինչ ես արել Նիկոլ Փաշինյան։ Ժորժ ջան, հիմա տեսնենք չկզող Նիկոլին, խնդրեմ։ Հա Նիկոլ Փաշինյան, այդ տաբունը տարեուր է երեցում։ Այդ այն Փաշան ընդ է, հա, սուլթանը կայնացել է խոնարհվելով։ Այ քո կուզը դուս այք է Նիկոլ Փաշինյան։ Կզած գնացիր Ալիևի մոտ։ Ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի այս երկու տեսահոլովակը նայելով վերլուծություն եմ անում, թե ով է ձեզանից կզողը Նիկոլ Փաշինյան։ Կամ էլ մի ուրիշ տարբերակ Նիկոլ Փաշինյան։ Իլխամ Ալիև այդ բեղերով տառականը ինքն էլ է զգում, որ քեզ մնացել է շատ քիչ լինելու վարչապետ եւ դու գնալու ես ժողովրդական դատարան, ուղղակի քեզ հրահանգել է, որպիսի նա հանի իրեն եւ իրեն հոր մուրը։ Հիմա դրա համար մի քիչ սկսել ես ագրեսիվ խոսալ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Այլ տարբերակ ուղղակի չեմ տեսնում Նիկոլ Փաշինյան, բայց խոսալուց հետ առաջ մտածի, թե որ Նիկոլ Փաշինյան մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացուն ասի դուք չեք որոշողը թուրքը ուր գա ժողովրդի մոռացելը, չի մոռացել, բայց եթե դու մոռացել ես, խնդրեմ տեսահոլովակը Նիկոլ Փաշինյան։ Մի րոպե, տիկին, մի րոպե դուք չեք որոշում թուրքը որտեղ է գալու նստի։ Ուրեմն ասում եմ դուք չեք որոշելու թուրքը որտեղ է գալու նստի։ Հանգիստ մի հատ։ Ի արդարություն ասածից ուզում եմ ասեմ հետևյալը, սիրելի բարեկամներ։ Դրսում ապրած որպես տղա, ես չգիտեմ ներքին քաղաքականություն ինչ է արել Ռոբերտ Քոչարյանը, ես բացակայել եմ հայրենիքից, բայց դրսում որպես ապրող Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ ազգությամբ հայ մարդ, ես ինձ հպարտ եմ զգացել եւ չեմ աման չէ որ հայ եմ Նիկոլ Փաշինյան եւ ամեն մի քայլափոխից յուրաքանչյուր ադրբեջանցի եւ թուրք գլուխը կախել է իմ առջև, քանի որ իրեն դեմը հայ է կանգնած եղել, իսկ հիմա Նիկոլ Փաշինյան մարդիկ աշխատում են փողոցները փոխեն, որպիսի թուրքերը չժպտան իրենց առջև։ Նիկոլ Փաշինյան, այդ է քո արածը, հիմա կզսնելուց ես խոսում ու համբալությունից ես խոսում Նիկոլ Փաշինյան, բայց ասելուս ամբողջ իմաստը հետևյալն է,
քեզ վարչապետին վայել պայի, Նիկոլ Փաշինյան, աշխարհը այսօր հետևում է մեզ, թե մենք ինչ ենք անում, մենք ընտրությունների շեմին ենք, հանգիստ անցկացրեք ձեր քարոզարշավը, ամեն մարդ իշկան ձայն քաղաքի, դա լինելու է ազգի որոշումը, եւ ազգը կորոշի ով է լինելու վարչապետ, ով չի լինելու, ով է կզելու եւ ով չի կզելու Նիկոլ Փաշինյան։ Ժողովուրդ ջան, եւ ամենավերջում ուզում եմ տեղադրեմ մի տեսահոլովակ, որտեղ ԽՍՀՄ-ի ժողովրդական արտիստ Կուկլաչովը խոսում է, թե ինչպես է եղել մեր ժամանակները։ Երիտասարդությունը միգուցե չհասկանա, բայց պետք է այդ աշխատանքները տանել մեր երիտասարդության հետ, որպեսզի այս զզվանքներից իրենք ամեն ինչ վերջացնեն եւ հասկանան ինչն է իրական մարդկայինը։ Խնդրեմ այս տեսահոլովակը։ Ведь я вспоминаю в моей жизни в той в Советском Союзе. Идешь по улице и плакат: ум, честь, совесть, мир, дружба. Слова честь, совесть. Представляете, нас воспитывали на этих таких вот, понимаете, Столпах. аффирмациях. А здесь идешь по улице, читаешь: бери от жизни все. Вот как мы это потеряли? А очень просто. Фу, очень просто. Предательство. Один предатель может уничтожить целую армию. Вы в курсе дела? Один. Сказать, вот как мальчишки-бальчиш. Пришел, сказал, все. Или образование. Как можно уничтожить образование? Предатель вдруг догадывается, в 90-е годы догадался предатель сказать: вы знаете, надо убрать из образования слово «воспитание». Пусть занимаются этим родители. Воспитание. Зачем? Это родители, это надо, только мы должны давать знания, нам нужен потребитель, все, нам это... Понимаете, это предательство. Потом схватились, поняли, что без воспитания это... Вспомнили слова Менделеева. Образование без воспитания то же самое, что меч в руках сумасшедшего. Это... Նիկոլ Փաշինյան, տեսար, ոչ մի կզսնել, ոչ մի համբալ, ոչ մի բան, կուլտուրական, սովիստ, չեստ, այդ բառերն են եղել մերը մարդկայինը, դրել ես վարչապետ ես կզսնելուց ու համբալից ես խոսում, ամոթ է Նիկոլ, ամոթ է, չնախատեսված եթերեր, ասում եմ, կներեք ավելնորդ էմոցիաներիս համար, բինդ եղեք, ամուր եղեք ձեր ցավը տանեմ, շատ քիչ ժամանակ է մնացել. Ինչպես կասեր տատիկս հունիսի 7-ին 2026 թվականին ընտրությունները եւ ձեր որոշումը ցույց կտա սև եւ սպիտակ հետույքները։ Գեցե Հայաստանից Հանրապետությունը, գեցե հայ ազգս, գեցե հայկական սփյուռքը, գեցե ջավախքը հայությունս, գեցե Արցախը հայությունս, գեցե հայկական Արցախը, Ալեն Սիմոնյան, Նիկոլ Փաշինյան, Արցախը հայկական, Նիկակոյնի Ղարաբաղ, գեցե Սևանա լիճը, գեցե Սուրբ Մասիս լեռը, գեցե մեր առաքելական Սուրբ եկեղեցին, հայկական առաքելական Սուրբ եկեղեցին, գեցե կաթոլիկոսը անկախ նրա անունից, գեցեք դուք մեր ավակ քույրեր եւ եղբայրներ, տատիկներ եւ պապիկներ, լավ է լինելու, ամեն ինչ լինելու է հզոր։ Լավ եղեք սիրելի բարեկամներ, այսօր այսքանը, ստեսություն, հույսով եմ կհանդիպենք, Աստված բոլորիս պահապան։